Ես ամբիոնից ազգային ժողովի շատ ուղիղ բացատրել եմ, թե ինչ նկատի ունեմ։ Մենք հիմա ունենք գործող համակարգ հետվճարի բոլոր կենսաթոշակներից եւ նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, եւ կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից այդ սահմանաչափերով մեր քաղաքացիները կարող են հստանալ եւ մենք այսօր ունենք արդեն 350,000 քաղաքացի, որոնք իրենց իսկ թոշակը եւ նպաստը իրենց իսկ ձեռքով բարձրացնում են։ Հիմա նոր կարգավորումը հետեւյալն է լինելու, որ մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչեւ 20%-ի եւ առավելագույն թիվը մինչեւ 10,000 դրամի եւ եթե հաշվարկենք օրինակ 50,000 դրամ կենսաթոշակի վրա, քաղաքացին կարող է 50,000-ը դարձնել 60,000 իր իսկ ձեռքով կատարելով անկանխիկ առևտուր իր կարիքները հոգալու համար։ Այդտեղ կարծում եմ որևէ անհասկանալի բան չկա եւ ես նաեւ բացատրեցի, որ սա շատ կարեւոր գործիք է նաեւ պետության այլ քաղաքականությունները առաջ տանելու համար, ստվերային տնտեսության դեմ պայքարի, երբ որ մենք անդադար խոսում ենք, որ կանխիկ առևտրի ժամանակ հաճախ չեն տպվում ՀԴՄ կտրոններ, որոնք որ նաև գեներացնում են հարկեր, որից էլ որ նաև վճարվում են կենսաթոշակները եւ հետեւաբար որոշումը շատ պարզ է, երբ որ արդեն կարգավորումները կլինեն եւ կառավարության նիստով կընդունվի, եւս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք, բայց քաղաքական որոշումը ընդունված է։ Այո, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ որ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են եւ մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա եւ մենք նաեւ սրանով խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը ինքը նաեւ պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առևտրի կետերը, այդ պոստտերմինալները անկախիկ առևտուր անելու համար, սա երկկողմանի շահավետ ըստ էության ծրագիր է, պետություն եւ քաղաքացի, որտեղ մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետեւ իրենց կենսաթոշակները եւ նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե։ Սա կարծում եմ շատ այսպես հաղթանակ տարբերակ է եւ մենք չենք վարանում անդադար սրա մասին հիշեցնել եւ բացատրել եւ ընդհանրապես այդ հարկեր վճարելու մեր կարգապահությունը նաեւ սրանով մենք փորձում ենք ուղղել։